Դուք նշեցիք, ինչպես հանձնաժողովն, այնպես էլ հիմա, որ եթե կազմենք էթիկայի հանձնաժողով, քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է կազմելու եւ այդ հիմնավորմամբ դեմ եք էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը։ Այդ դեպքում իհարկե մեծ հաշվով դուք ճիշտ եք, բայց ինչ եք կարծում, քաղաքացիական պայմանագիրը կարող է դիտավորյալ սխալ որոշում կայացնել միայն այն պատճառով, որ Անդրանիկ Քոչարյանը հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ։ Այսինքն դուք ի սկզբանե ասում եք, որ եթե նույնիսկ համոզված լինենք, որ Անդրանիկ Քոչարյանը չէ, խոսում եք, սպասում եմ, Անդրանիկ Քոչարյանը մեղավոր է եւ պետք է ներողություն խնդրի, ասելու եք ոչ, նա պետք չի ներողություն խնդրի։ Այդ հիմնավորումն է։ Շնորհակալ եմ պարոն Նազարյան հարցի համար, պետք է նշեմ, որ ինչպես տեսակ եւ իմ խոսքում եւ այստեղ եւ հանձնաժողովում եւ կոնկրետ դեպքին եւ մանրամասներին դեպքի չեմ անդրադարձել եւ չեմ էլ ուզում այս պահին անդրադառնալ, որովհետեւ դեպքի մանրամասները ինքը իրենից ենթադրում է հենց էթիկայի հանձնաժողովի աշխատանքները, բայց այն քաղաքական հանձնառությունները, որ մենք ցանկանում ենք, որ անպայման էթիկայի հանձնաժողով ձևավորվի ազգային ժողովում, դա փաստ է եւ մենք արդեն այդ գործընթացը ստեղծել ենք եւ արդեն պարիտետային հիմունքներով, որպեսզի որևէ տեսակի թե քաղաքական պատկանելիությունը, կուսակցական պատկանելիությունը եւ այլն, այդտեղ որ իր սուբյեկտիվ դերը չխաղա, ավելի լավ է մենք այս պահին որևէ ես այլ եմ ասում, մենք բավականին շատ դեպքեր ենք ունեցել նաեւ այլ պատգամավորների կողմից, թե մեր թե ձեր այսպես չառանձնացնեմ, թե ընդդիմության, թե իշխող, բայց որևէ դեպքում էթիկայի հանձնաժողով նախաձեռնելու միտք չի եղել եւ այստեղ էլ ես նշեցի, որ սուբյեկտիվության հարց նաեւ այստեղ կա եւ որպեսզի նման բաներից խուսափենք, եկեք ավելի լավ է այս պահին զերծ մնանք նման հանձնաժողովի կազմելուց եւ հետագայում արդեն պարիտետային հիմունքներով ձևավորված էթիկայի հանձնաժողովում դեպքերը թող քննվեն ավելի օբյեկտիվորեն։ Համեցեք արձագանք։ Դե մեր ու ձեր падգամավոր չկա, կա ազգային ժողովի падգամավոր եւ այս դեպքում ես մեկ անգամ եւս ուղղակի ձեզ որպես պետաիրավական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող, ուղղակի կոչ եմ անում, որ եկեք փոխեք ձեր դիրքորոշումը եւ ամեն դեպքում համաձայնվեք այս հանձնաժողովի ստեղծմանը ու հետաքրքիր կլինի իսկապես 3-2 հարաբերակցությամբ ինչ որոշում կայացնի էթիկայի հանձնաժողովը։ Պարոն Նազարյան, մենք արդեն այս հարցի շուրջ մեր որոշումը հայտնել ենք։